Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այս պահին, այսօր 2025 թվականի մարտի արդեն 26-ն է, հիմա ժամը 0 ժամ 50 րոպե կարող ենք ասել, 48 րոպե, երևի թե ձեզանից շատերի մոտ կարող է մտահոգություն և վախ առաջանալ, թե ինչու եմ ես այս ժամին ուղիղ եթեր մտնում, բայց սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին, վերջին 3-4 օրերին դուք հաճախ եք լսում լրատվության տարբեր աղբյուրներով, որ թշնամին, տվյալ դեպքում Ադրբեջանը, տարբեր հրազենային զենքերով անընդհատ կրակում է մեր դիրքերի ուղղությամբ, հատկապես Գեղարքունիքի, ինչպես նաև Սյունիքի մարզի որոշակի դիրքերի վրա։ Ես իհարկե այս ընթացքում թեպետ ընդհանրապես չեմ անդրադարձել այս դեպքերին կամ գրեթե չեմ անդրադարձել զուտ նրա համար, որպեսզի չստուգված եւ չմանրամասնված, չարդարացված տեղեկատվություն չտրամադրեմ եւ նաեւ այսպես ասած ունք շինելու տեղ աչքը չհանեմ։ Բայց հաշվի առնելով, թե վերջին օրերին, վերջին 2 օրը մի շարք լրատվամիջոցներ եւ անհատներ ինչպիսի տեղեկություններ են տարածում մեր հայրենակիցների մեջ եւ ինչեր են ասվում, ինչպիսի մեկնաբանություններ են արվում, ես ստիպված եմ ուղիղ եթերում նաեւ այս ժամին ձեզ ներկայացնել իրավիճակը, թե ինչ է կատարվում առաջնագծում պայմանական սահմանին եւ ինչպիսի վարքագիծ ունի թշնամին։ Սկսենք այն ամենաթարմ տեղեկությունից, որը կապված է Սյունիքի մարզի հետ։ Ընդամենը ձեզ ներկայացնում եմ 10-15 րոպե առաջվա տեղեկատվություն, սիրելի հայրենակիցներ, ուրեմն հարձակում որպես այդպիսին Սյունիքի մարզում չկա, սիրելի հայրենակիցներ, խոսքը հարձակման մասին է։ Այսինքն հարձակումը այն է, երբ թշնամու զորքը կրակելով փորձում է առաջ գալ եւ դիրքեր վերցնել։ Նման բան չկա։ Այո, թշնամին հրազենային զենքով, հատկապես Կալաշնիկով, ավտոմատով եւ PK տեսակի հրաձգային զենքով արդեն մի քանի օր է կրակում է Սյունիքի մարզի Սև լճից մինչև Խնածախ, Խոզնավար, Արավուս հատված, հիմնականում Խնածախի եւ Խոզնավարի ուղղությամբ։ Եղել են դեպքեր, երբ որ թշնամին կրակել է տների կտուրներին եւ վնասել է տանիքներ։ Այո, նման բաներ էլի է եղել։ Բայց ես պիտի ասեմ, որ սա միակ դեպքը չի։ Մի քանի օր առաջ, 2 օր առաջ նաեւ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դիրքերի ուղղությամբ էին թշնամու զինվորները կրակել, դրանից առաջ եւ նույն օրերին նաեւ Արտանիշի ուղղությամբ, նույն օրերին նաեւ Բերդի տարածաշրջանի կամ ժողովրդին հասկանալի Շամշադինի տարածաշրջանի ուղղությամբ էր թշնամին նմանատիպ սադրանքի դիմել։ Այսինքն վերջին օրերին, վերջին մոտավորապես մի շաբաթվա ընթացքում, ավելի կոնկրետ ամսի 20-ից սկսած, այո, Ադրբեջանը մի շարք հատվածներում սադրանքի է դիմել եւ դիմում, սակայն պետք է մենք կարողանանք ճշմարտության բոլոր կողմերին նայել։ Ինչ է նշանակում դա։ Սիրելի հայրենակիցներ, դուք պիտի տարբերեք, մենք բոլորս պիտի տարբերենք, ինչ է նշանակում հարձակում, ինչ է նշանակում կրակոց, ինտենսիվ կրակոց, թե ոչ ինտենսիվ կրակոց, հրետանային հարձակում, թե ուղակի հրաձգային կրակոց եւ այլն։ Պիտի ասեմ, որ բացարձակ որևէ տեսակի հրետանային կրակոց, այսինքն թնդանոթ, չգիտեմ, նմանատիպ բաներ չկան, չի արձակվել։ Կրակոցները եղել են եւ հիմա էլ կան միայն Կալաշնիկով ավտոմատից, մեկ-մեկ էլ PK-ից։ Հատկապես մեր սիրելի կանայք, որպեսի պատկերացնեն սա ինչը, PK-ն ավտոմատից շատ եսիմից չի տարբերվում, դա հրետանի չի, դա տանկ չի։ Իհարկե կարող եք դուք անհանգստանալ եւ ասել ինչ տարբերություն, կրակոցը կրակոց է։ Այո, բայց սիրելի հայրենակիցներ, ամբողջ խնդիրը նրանում է, որ երբ չի հայտարարվում, որ գիտեք Ադրբեջանը
ադրբեջանցի զինվորները այսինչ հատվածում, այսինչ սրիկայություն են արել, դուք տեղյակ չեք լինում, որ գրեթե ամեն օր է լինում։ Ես ձեզ պիտի ցավոք սրտի ասեմ, որ հատկապես Վարդենիսի, Ճամբարակի ուղղություններով Ադրբեջանը կարելի է ասել ամեն օր նմանատիպ կրակոցներ է արձակում մեր դիրքերի ուղղությամբ։ Ավելին, նրանք այնտեղից անընդհատ հայհոյում են մերոնց, մերոնք պատասխանում են, մերոնք ասում են, դե որ դուք հայհոյում եք մեր երկրին, մենք էլ ձեր Իլհամ Ալիևի SON եւ այլն, իրենք էլ այն կողմից ասում են, դե մենք էլ ձեր Նիկոլի SON, մերոնք ասում են մենք էլ Սրա հետ միաժամանակ նրանք թշնամին հաճախակի կրակում է եւ դիրքերի ուղղությամբ եւ օդ, հիմնականում օդ։ Վերջին օրերին Ադրբեջանը սադրանքի է դիմում հատկապես կապված իրենց կրոնական, թեպետ ես համարում եմ, որ ադրբեջանցիները եւ թուրքերը ընդհանրապես մուսուլման չեն, որովհետեւ իսկական իսլամը որպես այդպեսին, օրինակ պարսիկն էլ է մուսուլման, թուրքն էլ է մուսուլման, ոչ։ Եվ ավելին ձեզ ասեմ, իսլամը մերժում է թուրքերին որպես մուսուլման, որովհետև իսլամի իրական հավատալիքները, ադրբեջանցիները, նրանց մեծ եղբայր թուրքերը ամենևին էլ չեն ընդունում։ Բայց դա իրենց գործն է։ Մենք խոսենք այն մասին, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից այդ սադրանքները, որոնք տեղի են ունենում, սրանք նաև կապված են իրենց կրոնական որոշակի միջոցառումների հետ։ Դուք գիտեք, որ այդ Նովրուզի եւ այլնի ժամանակ ադրբեջանցիները հաճախ են այսպես իրենց մեջ հայտարարում, որ պիտի հայերից արյուն հանեն եւ այլն, բայց գլուխները պատին են տալիս։ Ձեզ պիտի նաեւ մի լավ բան ասեմ, որ չնայած Նիկոլ Փաշինյանը այսպես աչ ու ձախ ասում է, որ ես զորքին հանձնարարել եմ, որ չկրակեն եւ այլն, հա, մեր զորքը սադրանքի չի գնում, սիրելի հայրենակիցներ, մեր զորքը նախահարցակ չի լինում, բայց մեր զորքը հավ չի։ Ես չբացեմ փակագծերը, այդ թշնամին գիտի, թե ես ինչ եմ ասում, եւ թշնամին շատ լավ գիտի, բավական մի շարք տեղեր, թշնամու շատ տեղեր ցավում է հիմա, մռմռում է, եւ դա իր շնորհիվ մեր զորքի ճիշտ պահվածքի։ Եվ այս առումով ես համեմատաբար ավելի հանգիստ եմ, հաշվի առնելով, որ իրավիճակը այնպեսին չի, ինչպես շատ հաճախ ներկայացվում է։ Գիտեք, մի խնդիր կա, որը մեր ակտիվ մի շարք հայրենակիցներ պիտի հասկանան։ Իշխանության մարմինները, օրինակ պաշտպանության նախարարություն, չգիտեմ, ԱԱԾ եւ այլն, եւ նրանց աջակիցները, չգիտեմ, մարդիկ, որոնք դեռ չգիտեմ ինչ են խմում, ինչ են ծխում, որ Նիկոլին պաշտպանեն, կան, մի քիչ կան դրանցից։ Սրանք օրինակ Հայաստանը ներկայացնում են որպես դրախտ։ Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, սա էլ է անհասկանալի եւ աբսուրդ, Հայաստանը ներկայացնում են որպես դժողք եւ ներկայացնում են այնպես, որ չգիտեմ, հիմա նույն այս դիրքերի հետ կապված, թշնամու այս սադրանքների հետ կապված ներկայացնում են, որ չգիտեմ, կարդում ես ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներ, քեզ թվում է, թե ադրբեջանցիները համարյա Երևան են հասնում։ Էդ էլ այդպես չի։ Այո, թշնամին կրակում է, այո, թշնամին սադրանքների դիմում է, բայց սիրելի հայրենակիցներ, այդ նույն բանը հաճախակի է անում։ Եվ սա իհարկե չի նշանակում, որ հանգիստ լինենք, դե որ հաճախակի է անում, ոչ մի բան, չէ, սխալ չհասկանանք։ Ասածս այն է, որ շատ հաճախ որոշ լրատվամիջոցներ եւ որոշ անձինք ճոխացնում են, չոփը գերան են սարքում եւ իրական խուճապի են մատնում մեր հայրենակիցներին։ Իրական խնդիրն այն է, որ կրկնում եմ, Ադրբեջանը կրակում է Խոզնավար, Խնածախ գյուղերի ուղղությամբ եւ մի քանի տեղերում տներին կպել են։ Մեր զորքը լուրջ չի եւ մեր զորքը այդպես չի, որ թշնամուն իր տեղը չի դնում։ Ադրբեջանը պարբերաբար կրակում է Վարդենիսի, հատկապես Կուտականի ուղղությամբ, մեր զորքը լուրջ չի։ Ադրբեջանը սադրանքների է դիմում Արտանիշի ուղղությամբ, սադրանքների է դիմում Բերդի տարածաշրջանի ուղղությամբ, բայց դուք դրա մասին շատ բաներ տեղյակ չեք, որովհետեւ մի հաճախակի է նման բաներ անում։ Սիրելի հայրենակիցներ, իսկ ինչու է Ադրբեջանը դա անում, իհարկե կարող է ձեզ մոտ հարց առաջանել եւ ընդհանրապես մեծ պատերազմի, լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա, թե չկա։ Ես, ինչպես 2024 թվականի ամռանն եմ նշել,
Այո, լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, բայց վտանգ կա, դա չի նշանակում, որ անպայման պիտի լինի։ Ինչով է արտահայտվում վտանգը։ Վտանգը արտահայտվում է նրանով, որ կարծես թե ավարտին է մոտենում ռուս-ուկրաինական պատերազմը, եւ եթե ռուս-ուկրաինական պատերազմը իրականում ավարտվի եւ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարողանան լեզու գտնել Ուկրաինան կիսելու հարցում, Միացյալ Նահանգները չի թաքցնում, որ այս տարածաշրջանը, մեր տարածաշրջանը զիջում է Ռուսաստանին որպես ազդեցության գոտի։ Եվ այս պայմաններում Թուրքիային, Ադրբեջանին, Մեծ Բրիտանիային եւ այլն օդ ու ջրի նման անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության հարավը, ավելի կոնկրետ Սյունիքի մարզը, Վայոց ձորի մարզը։ Եվ ահա թե ինչու նրանք հիմա ամեն ինչ կարող են անել, ամեն ինչի կարող են դիմել, որպեսզի ցամաքային ուղիներ ունենան եւ կարողանան այդ ցամաքային ուղիների միջոցով նախ լուծել պանթուրքիզմի նպատակը, որպեսզի տարիներ հետո, մի քանի տարի հետո հարձակվեն Ռուսաստանի վրա եւ փորձեն պանթուրքիզմի դեպի Ղազախստան իրենց այսպես պանթուրանիստական ճանապարհի հարցը լուծել։ Եվ մյուսն այն է, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, հատկապես Մեղրի, Ագարակ, մինչև Քաջարան եւ այլն, այստեղ աշխարհի օրինակ ուրանի 4-ից 5%-ն է, ավելի քան 150,000 տոննա։ Այստեղ գիտեք, որ նաեւ մոլիբդենը կա աշխարհի ուրանի ամբողջ մոլորակի ներողություն, մոլիբդենի ավելի քան 12%-ն է եւ այլն, այսինքն հանքահումքային ռեսուրսները եւս բավական շատ են եւ բնականաբար պիտի մեր թշնամիները փորձեն խլել այդ տարածքը, իսկ դա իրենք կփորձեն անպայման։ Հիմա կհաջողվի թե չի հաջողվի, ես չեմ կարող ասել, ես հույս ունեմ, որ չի հաջողվի եւ մենք պիտի այնպես անենք, կանգնենք մեր զորքի կողքին, իդեպ պիտի խնդրեմ ձեզ հաշվի առնեք, զորքը Նիկոլ Փաշինյան չէ, սիրելի հայրենակիցներ։ Եթե Հայաստանի քաղաքական իշխանությունը դավաճանների հավաքածու է, ապա մեր զորքը ամենևին էլ դավաճանների հավաքածու չէ։ Պիտի ձեզ անկեղծորեն ասեմ, 2023 թվականի ուրեմն այն դաժան աղետալի ժամանակներում, երբ թշնամին հարձակվեց Արցախի վրա եւ մերոնք այդ մեկ օրվա ընթացքում իհարկե շատ մեծ ցավոտ վնաս տվեցին Ադրբեջանին, 2000-ից ավելի մարդկային կորուստ ունեցավ մեր թշնամին, բայց մենակ մնալով հսկայական այդ ուժի դեմ Արցախը, արցախցիները, մեր եղբայրներն ու քույրերը ստիպված եղան բռնի տեղահանվել եւ ես շատ այդ ժամանակ ահավոր շատ բարկացած էի Հայաստանի Հանրապետության բանակի ղեկավարության վրա, որոնք լսելով Նիկոլի որոշումը հարցակում չգործեցին եւ չչոքնեցին Արցախին, բայց եղած է եւ հիմա եթե մեր այդ բարկությունը մենք շարունակենք նույն կերպ պահպանել, մենք կարող ենք կորցնել նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Այո, կան շատ սպաներ, որոնց ես մարդ չեմ համարում եմ, որ իրենք վախկոտներ են եւ իրենք չարեցին այն, ինչ պիտի անեին, բայց կրկնում եմ, մենք իրավունք չունենք մեր բանակին, մեր երկրի անվտանգության երաշխավոր իրական ուժին մենակ թողնել եւ համարել, որ չգիտեմ, եթե Նիկոլը հրամայի, որ բանակը չկռվի, բանակը չի կռվելու, հետեւաբար անիմաստ է։ Հավատացեք, որ ամենևին էլ այդպես չէ եւ շատ բաներ կան, որոնք բարձրաձայն չեն ասվում։ Ես ուղղակի ուզում եմ նաեւ ձեզ տեղեկացնել, որ ցավոք սրտի պետական մի շարք մարմիններ, հատկապես ազգային անվտանգության ծառայության մի շարք աշխատակիցներ, պաշտպանության նախարարության մի շարք աշխատակիցներ, այս մի շարք առաջնագծային գյուղեր են գնում, Խնածախ, Խոզնավար եւ այլն, մարդկանց վախեցնում են, թե հանկարծ ոչինչ չխոսեք, չպատմեք, որ գյուղի վրա կրակել են ադրբեջանցիները, տանիքներ են վնասել, բա դուք չեք մտածում, որ դուք զինվոր ունեք առաջնագծում, այսպիսի սրիկայություններ են անում պետական պաշտոնյաները, բայց իհարկե ես նրանց անունները հաթաթ ֆիքսում եմ, որ վաղը չմյուս օրը երբ ժամանակը գա, դաժանաբար օրենքի սահմաններում պատժվեն այս մարդիկ եւ երկար նստեն։ Եթե ԿՊ-ի մի շարք պաշտոնյաներ ցմահ են նստելու, այսպեսի ԿՊ-ին ծառայող մարդիկ, որոնք գուցե կուսակցական չեն, բայց կնստեն, ասենք 10, 15, 20 տարի։ Սիրելի հայրենակիցներ, պարզապես ուզում եմ մենք որպեսի ճշմարտությունը հասկանանք եւ ճիշտ որոշումներ կայացնենք։ Հետևաբար ճշմարտությունը սա է։ Տեսեք,
Եթե մենք վախենում ենք թշնամու լայնածավալ հարձակումից, պիտի հասկանանք, որ լայնածավալ հարձակման դեպքում թշնամին պիտի զորքի հետևակի կուտակումներ ունենա առաջնագծի մոտ հատվածներում, գոնե մի քանի կիլոմետր հետ։ Բացի քարվաճառից, որտեղ որոշ քանակի զորք կա կուտակված, Հայաստանի Հանրապետության պայմանական սահմանի որևէ հատվածում թշնամին խոշոր զորքի կուտակում չունի։ Դա նշանակում է, որ գոնե մոտ առաջիկայում քիչ հավանական է, որ նկատի ունեմ մի քանի շաբաթվա ընթացքում քիչ հավանական է, որ թշնամին լայնածավալ հետևակային հարձակում իրականացնելու մտադրություն ունի։ Այստեղ մի քանի բանալի բառեր կան՝ լայնածավալ 1 եւ հետևակային հարձակում։ Որպեսզի լավ հասկանաք դրա ամբողջ իմաստը, ասեմ, որ լայնածավալը ամբողջ առաջնագծի սահմանային հատվածի մասին է խոսքը, ինչպես եղավ օրինակ 22 թվականին։ Իսկ հետևակային հարձակում, այսինքն պիխոտը, երբ որ հրետանին կրակում է, իսկ զորքը այսպես գոռալով, ոչխարին ման գոռալով, ասենք, փորձում է առաջ գալ։ Հիմա լայնածավալ, քանի չկա զորքի կուտակում թշնամու կողմից, հետևաբար քիչ հավանական է լայնածավալը, այսինքն որ ամբողջ սահմանագծով, եւ հետևակի, այսինքն պիխոտի հարձակում, պիխոտը պիտի լինի, չէ՞, հետևակը պիտի լինի սահմանին մոտ հատվածներում, որպեսզի հարձակվի։ Այս պահին, կրկնում եմ, բացի քարվաճառի ալ լճերի մոտակա հատվածից, այլ տեղերում քիչ թե շատ քանակային զորք չկա թշնամու կողմից։ Իհարկե դա նաև իր հերթին չի բացառում, որ թշնամին կարող է այլ սադրանքի դիմել, օրինակ հրետանիով կրակել մեր դիրքերի վրա, կարող է։ Ես չեմ բացառում, բայց այստեղ մի ուրիշ խնդիր կա, որ թշնամին պիտի օրինակ զինտեխնիկայի բացահատում իրականացրած լինի, այսինքն տեղակայի համապատասխան վայրերում։ Այս պայդրությամբ մենք բացառության 1-2 հատվածի էդ էլ չունենք մեր աչքի առաջ, չենք տեսնում։ Հետևաբար դա էլ այս պայդրությամբ քիչ հավանական է։ Ես կարծում եմ թշնամին սպասում է ձյան հալվելու, բայց մենք այստեղ գործ ունենք նաև մեկ այլ երևույթի հետ, որ կոչվում է քաղաքականություն, դիվանագիտություն։ Դուք գիտեք, որ վերջին 1-2 օրվա ընթացքում աշխարհաքաղաքական մի շարք կենտրոններից եւս հայտարարություններ հնչեցին, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն էլ եկավ Հայաստան առողջին եւ շեշտեց մի քանի կարևոր մտքեր, հայտարարեց, որ Իրանը ոչ մի կերպ թույլ չի տա, որպեսզի իր սահմանների մոտ տեղի ունենան սահմանային փոփոխություններ։ Դա կոնկրետ ուղղված էր Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ թշնամու հնարավոր ոտնձգություններին։ Բացի դրանից Հայաստանի սահմանին մոտ Իրանի տարածքում իրանական զորքերը բավական ակտիվ զորավարժություններ են անում։ Իհարկե 20 թվականի պատերազմից առաջ եւս իրանցիները զգուշացրել էին, ինչպես ՀԱՊԿ-ն էր զգուշացրել, այստեղ շատ կարևոր մի քանի բան ասեմ, որ 20 թվականի սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ-ն պաշտոնական փաստաթղթերով Հայաստանին զգուշացրել էր, որ սպասվում է հարձակում Հայաստանի վրա, Արցախի վրա, եւ նույնիսկ ՀԱՊԿ-ի կողմից այդ փաստաթղթերը կան իդեպ։ Պաշտոնական առաջարկ էր եղել, որ սեպտեմբերի 15-ից սկսած Հայաստանում ՀԱՊԿ միացյալ զորքերի զորավարժություններ լինեն եւ բնականաբար այդ համապատասխան զինտեխնիկան եւ զորքը մնա Հայաստանում։ Այնտեղ պայմանական օրինակ Ադրբեջանը նշված էր Ազարիա, Արցախը նշված էր Արցախիա, Հայաստանը նշված էր Սևանիայի Հանրապետություն եւ այլն եւ այլն։ Սա իդեպ պաշտոնապես կա, եթե ովքեր կցանկանան, ես կարող եմ, իդեպ դա նաեւ դրված է Հայաստանի Հանրապետության, եթե չեմ սխալվում, ազգային անվտանգության խորհրդի Արմեն Գրիգորյան, որ կա, դրա ղեկավարած կառույցի կայքում եւս դրված է, թե ինչու չեմ ֆայմում, գոնե ջնջեն, որ ասենք, օրինակ մարդիկ չիմանան, որ այսպիսի բան է եղել եւ իրենք մերժել են ՀԱՊԿ-ի զորքերը Հայաստան գալ։ Իհարկե, ես ինքս էլ դժգոհ եմ ՀԱՊԿ-ի պահվածքից, ես ինքս էլ եմ համարում, որ ՀԱՊԿ-ն որպես այդպիսին օդեկաբեն, կայացած կառույց չէ, ես ինքս էլ եմ համարում, որ
ՀԱՊԿ-ի մեջ մի երկիր կա, որը Հայաստանի հետ իրականում դաշնակցային հարաբերություններ ունի եւ դա Ռուսաստանն է, իր բոլոր բացթողումներով, թերություններով հանդերձ, մնացած երկիրը Բելարուս, Ղազախստան եւ այլն, սրանք բոլորը Ադրբեջանի հետ համագործակցում են, հետեւաբար իմաստ չունի սրանցից ինչ-որ բան սպասել, բայց փաստն այն է, որ 2020 թվականի սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ-ն Հայաստանին պաշտոնապես առաջարկել է Հայաստանում սեպտեմբերի 15-ից իրականացնել զորավարժություններ եւ կանխել Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա 20 թվականին, բայց Հայաստանը մերժել է դա։ Նույն կերպ Իրանը 20 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սահմանային ամբողջ գծով իր զորքը կուտակել էր եւ պիտի ձեզ նաեւ երևի շատ եք լսել այդ մասին, բայց ես էլ ասեմ, որ 20 թվականի հոկտեմբերի սկզբին երկու անգամ իրանական հատուկ նշանակության զորքերը անցնում են Արաքս գետը, ուրեմն մեկը լինում է հոկտեմբերի 4-ին, մտնում են ջրականի մոտակա բնակավայրեր, որտեղ արդեն մտել էր ադրբեջանական բանակը, ջարդում են եւ մենակ հոկտեմբերի 4-ին 282 կամ 280-ից 90-ի արանքում մարդ է կորցնում Ադրբեջանը իրանական զորքի հարձակման հատուկ ջոկատայինների հարձակման ժամանակ եւ ադրբեջանցիները Մայիս Բարխուդարովի այդ գեներալ Մայիս Բարխուդարովի գլխավորությամբ խոճապահար նահանջում են մինչեւ Ելման դիրքեր։ Բայց այստեղ հայերին տեղեկացվում է, որ մենք արել ենք այս բանը։ Հիմա անցեք հակահարձակման, սակայն մեր Հայաստանի քաղաքական եւ ռազմական իշխանությունները հրաժարվում են, մերժում են, նշելով, որ դա Իրանին կնշանակի ներքաշել պատերազմի մեջ եւ այլ ինչ որ հիմա հերթական հիմարություն, հա։ Սա ինչ եմ ուզում ասել, Իրանի համար որպես Հայաստանին հարևան եւ բնական դաշնակից, որովհետեւ ինչ է բնական դաշնակիցը, երբ որ ունեն ընդհանուր թշնամի, ավանդական թշնամի, Իրանի համար էլ, Ռուսաստանի համար էլ, Հունաստանի համար եւ Հայաստանի համար ընդհանուր թշնամին մեկն է, Թուրքիան, որը այս բոլոր 4 երկրների նկատմամբ ունի տարածքային նկրտումներ եւ տարբեր սադրանքների է դիմում։ Հետևաբար Իրանին էլ օդ ու ջրի պես պետք է, որ Հայաստանը լինի ամուր։ Հետևաբար նորից վերադառնանք մեր ոչխարներին, Ադրբեջանի հնարավոր սադրանքները Իրանը եւս ամեն ինչ անելու է, որպեսզի կանխվեն։ Եվ ահա պատահական չի, որ Իրանի արտգործնախարար Արաղչին այս օրերին Հայաստանում է եւ կոնկրետ հայտարարություններ արեց Երևանից, շեշտելով, որ իրենք թույլ չեն տա Հայաստանի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմական որևէ գործողություն։ Բայց գիտեք, ինչպես ժամանակին անգլիացի, այսպես հանճարեղ դիվանագետ Անգլիայի, Մեծ Բրիտանիայի երբեմնի վարչապետ Չերչիլն էր ասում էր տեր փնտրող ժողովուրդը միշտ լինելու է ստրուկ։ Հետևաբար ինչի մասին է խոսքը, սիրելի հայրենակիցներ, որքան ժամանակ մենք հույսներս դնենք ռուսների, պարսիկների, Հունաստանի, Ամերիկայի, չինացիների, Մարս մոլորակից, Մերկուրիից, չգիտեմ, այլ մոլորակայիններից Աստծո վրա, Աստված իհարկե մեծ է եւ Աստծո ձեռքը միշտ մեր ժողովրդի վրա է, բայց Աստված սիրում է ուժեղներին, թույլերը, անկամները, ոչինչ չանող մարդիկ, չպայքարող մարդիկ Աստծո կողմից եւս չեն կարող սիրված լինել։ Հիշում եք, Աստվածաշնչում կա կույրի իծնե կույրի բժշկվելը։ Այդտեղ շատ կարևոր մի բան կա, սիրելի հայրենակիցներ։ Ասում է, կույրը նստած էր եւ իրարանցում նկատեց, հարցրեց, թե ինչ է կատարվում, ով է անցնում, ասացին, որ Հիսուս Նազովրեցին է անցնում այս տարածքով։ Եվ վեր կացավ, ասում է կույրը, ասաց ինձ օգնեք, ես գնամ դեպի Հիսուս։ Եվ նա մեծ դժվարությամբ, մարդկանց օգնությամբ ցանկանալով գնաց, հասավ Հիսուսին, Տիրոջը, եւ երբ Քրիստոսը հարցրեց, թե ինչ ես ուզում, ով մարդ, ասաց, տեսնել եմ ուզում։ Եվ Քրիստոս ասաց, տես, դու կտեսնես, ձեռքերը դրեց իծնե կույրի աչքերին եւ ասաց, գնա, լվացվիր եւ կտեսնես։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, սիրելի հայրենակիցներ, սա շատ կարևոր միտք է, որը գալիս է Աստվածաշնչից։ Դու պիտի ձգտես, նույնիսկ
դեպի Աստված պիտի ձգտես։ Եթե դու ոչինչ չանես, ոչ ոք քեզ ոչինչ չի տա։ Կույրը դժվարությամբ գնաց հասավ Տիրոջը, որպեսզի ստանար իր համար անհրաժեշտ այդ տեսնելու կարողությունը։ Նույն կերպ մենք էլ պիտի ձգտենք։ Եթե մենք շարունակում ենք Տեր փնտրել, ոմանք ասում են ռուսները, ոմանք ասում են պարսիկները, ոմանք ասում են, չգիտեմ, արևմուտքը, այն եվրոքույրերը մի բան են ասում, ռուսների եղբայրները մեկ այլ բան են ասում, չգիտեմ, այսպես սիրելի հայրենակիցներ, քանի դեռ մենք Տեր ենք փնտրելու, մենք միշտ ստրուկ ենք լինելու։ Հավատացեք, որ առաջին ուժը մեր բանակն է։ Մեր բանակին պիտի մենք Տեր լինենք եւ երբեք խղճահարված, այսպես խեղճ ու կրակի, չգիտեմ, ինչ մի ձևով չլինենք։ Ցավով եմ ասում, մեծ ցավով եմ ասում, բայց կարծես թե պիտի մի կռիվ լինի, կարծես թե պիտի մի ինչ որ կրակոց լինի, որ մարդիկ նորից զարթնեն, ասեն՝ «Վայ, քորանամ ես, էս ինչ եղավ, օգնենք բանակին», իսկ շատերը ինչ են անում, տրուսիկ մայկա գլխարկ են առնում, ծխախոտ ու կոնֆետ են առնում, ուղարկում են բանակին, կարծելով թե դրանով օգնում են բանակին։ Սիրելի հայրենակիցներ, այդ զինվորները ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, ոչ ձեր կոնֆետների, ոչ տրուսիկ մայկայի, ոչ գլխարկի, ոչ ծխախոտի կարիքը չունեն։ Այդ զինվորները ունեն մեր կողմից իրենց անվտանգությունը պահելու, օգնելու կարիքը։ Իսկ ո՞րն է դա։ Ասեք, տարիներ շարունակ ես խոսում եմ այդ քողարկից ցանցերի, խոսում եմ գիշերային տեսանելիության սարքերի, խոսում եմ հեռադիտակների, խոսում եմ այլ բազմաթիվ բաների մասին, շատերի մասին էլ չեմ խոսում, որտեղ չի կարելի խոսել, նկատի ունեմ թշնամին կիմանա, սատանի ականջը խուլ։ Ինչ է անում քողարկից ցանցը։ Քողարկիչ ցանցը մի կարևոր հարց է լուծում։ Թույլ չի տալիս, որ թշնամին տեսնի մեր խրամատները, ԱԹՍ-ներով, դիպուկահարներով եւ այլն։ Իսկ երբ չի տեսնում, հավատացած եղեք, չի էլ կարող խոցել մեր դիրքերը։ Գիշերային տեսանելիության սարքը մեր զինվորին հնարավորություն է տալիս, որ գիշերով տեսնի թշնամին շարժվում է, թե չի շարժվում, ինչ որտեղ է, ինչ է անում, արածում է, ինչ է անում։ Հեռադիտակը, սովորական հեռադիտակ, պետք է որպեսի կարողանա մեր զինվորը տեսնել արդեն ցերեկով թշնամու շարժը եւ այսպես շարունակ։ Գիտեք, ես օրերս նայում էի Ուկրաինայում ռուս-ուկրաինական այդ պատերազմի որոշ այսպես տեղեկատվական հարթակներ լուսաբանող ամեն քայլափոխի հստակ այսպես տեղեկություն կա, որ դիմում են ռուսներին, ասում են փող հավաքենք, որ այսինչ դիրքում այսինչ բանի կարիքը կա։ Հիմնադրամներ են ստեղծվել դրա համար, գործում են եւ այլն, եւ հավատացած եղեք, ամենևին էլ ամոթ չի, երբ որ երկիրը, հայրենիքը, ժողովուրդը օգնում է իր բանակին այս կամ այն հարցի լուծման համար։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, մի սպասեք, որ կռիվ լինի, որ մի հատ տրոսիկ առնեք ուղարկեք զինվորին։ Ամեն օր, եթե դուք ձեր, ամեն օր չէ, լավ, ամեն ամիս, օր չէ, ամեն ամիս, եթե դուք ձեր եկամուտից ընդամենը 10,000 դրամ, լավ, դժվարը 5,000 դրամ առանձնացնեք եւ 2 ամիսը մեկ մի հատ քողարկիչ, մի քողարկիչ ցանցը 10-ից 12, 13, լավագույն դեպքում 15,000 դրամ է։ Իդեպ այդ մի քողարկիչ ցանցի չափսերը 4 մետր լայնություն, 10 մետր երկարություն, ընդունակ է քողարկել, ծածկել, անվտանգություն ապահովել մեկ դասակ զինվորի համար, 30 զինվորի համար, 30 հայ զինվորի համար։ Կարծում եմ, որ ձեզնից շատ բան չի գնա այդ 5 կամ 10,000 դրամ ծախսելը։ Այս պահին 460-ից ավել մարդիկ այս տարիների ընթացքում օգնել են, որ մենք միասին դա անենք։ Միայն 2024 թվականին մենք զորքին կարողացել ենք ապահովել ավելի քան 8.5 կիլոմետր քողարկիչ ցանց, այսինքն 8.5 կիլոմետր դիրքեր քողարկել, սարքել ենք։ Դա քիչ է, դա շատ քիչ թիվ է կազմում մեր ընդհանուր եղած դիրքերի համար, բայց 8.5 կիլոմետրը դա մոտավորապես 10,000 զինվորի համար մենք ապահովել ենք անհրաժեշտ քողարկում, գիշերային տեսանելիության սարքեր եւ այլն, ոչ միայն զինվորի, այլև զինտեխնիկայի համար։ Պատկերացնում եք, Հայաստանում կա 600,000 ընտանիք։ Ամեն ընտանիք ամեն ամիս, եթե մեկ հատիկ քողարկիչով փորձի օգնել մեր բանակին, ասենք 10,000 դրամ ծախսի,
Վստահ եմ, որ դուք այդ 10,000 դրամը հաճախ ռեստորանների վրա եք ծախսում, եթե Երևանում եք ապրում, սրճարան ընկերուհիներով, երբ որ աղջիկները թիթիզ գնում են սրճարան, 10 չէ 20,000 էլ են ծախսում, կամ տղաները գնում են ռեստորան, խորոված են անում եւ այլն, 50, 60, 100,000 են ծախսում։ Գիտեք, բանակի կենացը խմելու փոխարեն, որ հարսանիքների ժամանակ բանակի կենաց եք խմում ու հետո վեր կենում այսպես տնգալով բարում, կարելի է մի հատ 10,000 դրամ ծախսել այդ բանակից ու 30 զինվորի կյանքը ապահովել։ Մտածեք այս մասին, սիրելի հայրենակիցներ, եւ անհանգստանալու փոխարեն կարելի է մի մոմ վառել եւ խավարը ցրել։ Կարծում եմ ձեր վախերը, մտահոգությունները քիչ թե շատ փարատեցի։ Ամեն դեպքում, եթե ամփոփեմ, նշեմ, այո, կրակոցներ կան Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում, այո, կրակոցներ կան, բայց այդ կրակոցները հարձակում չեն, այդ կրակոցները իրենց խրամատներից, թշնամու խրամատներից կրակոցներ են։ Սյունիքի մարզում Խնածախի, հատկապես գյուղի մոտակա հատվածներում կրակել են եւ որոշ տեղերում նաեւ տների տանիքներին են կպել, գյուղերում, հատկապես Խնածախում, Խոզնավարում, ցավոք սրտի մարդիկ շատ վախեցած են։ Ես ոմանց հետ խոսելիս ասում են, որ վախենալու կարիք չկա, բայց ես հասկանում եմ այդ մարդկանց, դուք պատկերացնում եք առաջնագծում սահմանապահ բնակավայրեր են եւ մարդիկ այդ դժվարությունների մեջ են, երեխաները հաճախ հագուստը չեն հանում, այդպես հագուստով են քնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում իմանան ինչ անեն։ Մեր լրագրող գործընկերներին կոչ եմ անում, առաջիկայում մենք կազմակերպելու ենք ռազմական լրագրության հատուկ դասեր մի քանի օրվա, Հայաստանի լավագույն զինվորական պատրաստություն անցած եւ զինվորականներ, նույնիսկ գեներալ է գալու դասավանդելու, թե պատերազմական վիճակում լրագրողը ինչպիսի վարքագիծ պիտի ցուցաբերի, կոչ եմ անում անպայման եկեք, անվճար են դասընթացները, մասնակցեք։ Առաջիկա օրերին մենք կհրապարակենք նաեւ մի անիմացիոն տեսանյութ, որտեղ մարդկանց կսովորեցնենք, թե ինչ պետք է անել ռազմական գործողությունների ժամանակ, մանավանդ երբ արտակարգ իրավիճակը եւ թշնամին հարձակվել է, կրակում է եւ այլն, ինչպես պետք է թաքնվել, ուր պետք է թաքնվել եւ այլն եւ այլն։ Բոլոր դեպքերում, սիրելի հայրենակիցներ, դժվար ժամանակներ են, սակայն դժվար ժամանակները ստեղծում են ուժեղ առաջնորդներ։ Եվ ես վստահ եմ, որ շուտով մենք կունենանք, շուտով կունենանք լավ ժամանակներ։ Իսկ ինչ վերաբերում է մեր հարգելի Տիգրանի գրածը, որ մեզ Տեր պետք չէ, մեզ դաշնակից է պետք, մենք ունենք դաշնակիցներ, բայց դաշնակիցների նկատմամբ պետք է այնպես անել քո վարքագծով, որ իրենք հարգեն քեզ, ոչ թե խղճան։ Մնացածը հասկանում ենք եւ սիրելի հայրենակիցներ, պետք չի խոճապի մատնվել, բայց պետք է զգոն լինել եւ ես էլ այսօր եմ վերադարձել իդեպ Վարդենիսի տարածաշրջանից, այնտեղ հանգիստ է։ Մի քանի օրից լինելու եմ Տավուշի մարզում, նորից Գեղարքունիքի մարզում, դրանից հետո Սյունիք եւ այլն, մենք դիրքերին, զորքին ապահովում ենք անհրաժեշտ որոշակի քանակության ապրանքով։ Ձեզ կխնդրեմ դուք էլ մասնակցեք, անձնական նամակով կարող եք գրել եւ տեղեկանալ, թե ինչպես կարող եք մասնակցել։ Հիմնականում Wildberries-ից եք դուք եք ձեռք բերելու կամ փոխանցելու եք մեր ընկերները ձեռք բերեն ապրանքը, քողարկիչ ցանցեր եւ այլն։ Ձեզ հաշվետվություն ենք ներկայացնում ամեն ինչի մասին, մեր զորքերը բավական լուրջ աջակցություն են ստանում այդ քողարկիչ ցանցերով, պատսպարվում են թշնամու ինչպես սնայպերներից, այնպես էլ ԱԹՍ-ներից եւ բավական լավ հաջողություններ են ունենում, ինչի մասին մենք պարբերաբար խոսում ենք։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, արդեն ժամը 1:25 է, լավ եղեք, ես շարունակեմ աշխատել, իսկ ձեզ հանգիստ եմ մաղթում եւ մաղթում եմ, որ զգոն եղեք, բայց խոճապի մի մատնվեք։ Ամեն ինչ երբ կառավարելի է, իսկ մեր բանակի կողմից ամեն ինչ կառավարելի է։ Բարի գիշեր։